Արման Թաթոյանը հայտ է ներկայացրել քաղաքական դաշտ մտնելու։ Ոչ։ Իսկ ինչ կարծիք ունեք, մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական դաշտում կհասնի հաջողությունների։ Ես մտածում եմ, որ այո, կհասնի։ Ահա, ես գիտեմ, որ բոլորն են պայքարում են խորհրդարան մտնելու համար։ Բայց արդյոք արժանի են խորհրդարան մտնել։ Թաթոյանին ոչ լավը կասեմ, ոչ վատը կասեմ, ինքը միամիտ մարդ էր, դες մտավ խորհրդարան։ Հիմա չգիտեմ ինչա որոշի անի։ Ես քաղաքականությունից շատ եմ զբաղվել, բայց ասեմ դες, հիմա այդքան չեմ զբաղվում էլի։ Թե չէ շատ մեծ բաներ կարայի ասեի, բայց դա ցենզուրնի բան է։ 26 թիվը թող բարի լինի բոլորիս համար։ Կմտնենք ինքը խելացի մարդ է։ Ժամանակը կյանքը ցույց կտա, ինչ իմանա, հո ես գուշակ չեմ։ Ռասիա պիրոտ։ Չէ, ասեցի, դենց բաների շատ հեռու եմ։ Թաթոյան, չէ, չեմ, համաձայն չեմ։ Ես որպես մարդու իրավունքների պաշտպան ես իրեն հավանում էի։ Բայց հետո որ ինքը շատ ընդդիմադիր դարձավ, ես չհասկացա ինչն էր պատճառը, բայց ինքը որպես իրավունք պաշտպանող ես հավանում էի։ Իսկ խորհրդարանում կարծում եք կլինի։ Դե եթե լավ պայքարի կլինի։ Մարդիկ փոփոխական են, մեկ ուրիշ կարծիք ունեի, հիմա ուրիշ կարծիք ունեի։ Ես շատ վատ կարծիք ունեմ, որովհետև ժամանակի ընթացքում ինքը մարդու իրավունքների պաշտպանում, բայց ոչ մի դեպքում ինքը ոչ մի բան չի արել, ասենք ես նկատել եմ, որ իր գործունեությունը ոչ մի, այսինքն նախկինի հետ կապելով հանդես նա ոչ մի բան չարեց ազգի համար։ Շատ է լավ է արել, շատ է խելոք տղա է, արժանի մարդ է, իրավունք ունի, ամեն ինչ էլ անելու։ Արման Թաթոյան մենք ձայն կտանք։ Բոլորին դեմ եմ։ Ոչ մի բան չեմ կարող ասել, ոչ մի բան ու հիմա այսօրվա պահով ոչ մեկին չեմ վստահում։ Չէ։ Տեղյակ եմ։ Ինչ կարծիք ունեք։ Դրական։ Մեկ բառով։